Սիրելիներս ողջույն, ինչպե՞ս եք, ես լավ եմ ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք, դե ինչ այսօր մեր նանիկի, մեր մեծ աղջիկա ծնունդն է, նա դառնում է 22 տարեկան, դառնալու է գիշերը, 23-ից 30-ի կողմերը, ինչի ուզում ասեմ, գնում եմ իրեն համար նվեր գնելու, որ ճիշտն ասեմ, մինչև վերջի րոպեին ես չգիտեի իրեն ինչ գնեի, ոնց են ասում, չդիտարկվի որպես ինչ-որ գլուխ գովալ, բայց երևի թե բոլորիս երեխաները այս դարում ամեն ինչ ունեն ժողովուրդ, սկսված հեռախոսից, նոութբուքից, կամ իրանց լեզվով ասած լապտոպ են ասում, ինչ են ասում, այդ ամենը նա ունի, դե հագուստն էլ, երբ որ պետքա գնում ենք, չգիտեի, ճիշտն ասեմ, մեկ մտածում էի պարֆումերիայի ուղղությամբ, հետո ասեցի լավ, մեկա պարֆումերիա լիքը տունը կա, բաղնիքում դրածա, և բոլորս կարելի ասել օգտվում ենք, չկա ոնց որ այս հիմնա, այս իքոննա, բոլորն էլ կարող են օգտվել, թե տղաներինը, թե աղջիկներինը, չնայած ամեն մեկը իրանց սենյակներում էլ ունեն դրված, բայց ընդհանուրը դրած է լողասենյակի այդ պոլիչկայի վրա, որ ով ուզում է, ինչքան ուզում է, ոնց ուզում է։ Եվ մտածեցի, ասեցի, լավ, օծանելիք ունենք։ Հիմա մտածում եմ գնամ բիժուտերիայի խանութ, որ ճիշտն ասեմ, նայեմ ինչ-որ մի ոսկյա զարդ, իրան, ոնց ասեմ, հաճախակի չէ, բայց հիմնականում, եթե նվիրում եմ ոսկյա զարդ, որովհետև կարծում եմ, ու իրան էլ եմ այդպես սովորացրել, որ ճիշտն ասեմ, միշտ ասում եմ նանիքետի կապիտալը։ Միշտ ինքը ասում էր, մամա, ինձի ոսկի պետք չի, ես ոսկի չեմ գցում, մի քիչ հասարակ են մեր երեխեքը իրականում, տենց ձևականություններ չունեն, ու միշտ ասում եմ նանիք ջան, էդի քեզի ոնց որ կապիտալը, եթե վաղը միսօր քեզ գումար պետք լինի, կամ չգիտեմ ինչ-որ մի բան պետք լինի, որի համար պետք է այդ զարդը վաճառվի, ապա դու գիտես, որ դու կողքի դրած գումար ունես, որը միշտ կա, ոսկին երբեք իր արժեքը չի կորցնում։ Մի խոսքով այդ այնց պատմություններ ու նույնիսկ 1 տարի իր ծննդյան օրներ չեմ հիշում, քանի ամյակներ գնացինք միասին ոսկու զարդի խանութ, եւ խաբեցի, ասեցի ուրիշի համար եմ գնում, արի մի հատ ինձ խորհուրդ տուր, որն ավելի սիրուն, որն ավելի գեղեցիկ, մի խոսքով, բայց ինքը վերջում ինձ ասեց հետո իհարկե, ասում եմ մամա, ես լավ էլ հասկացել եմ, որ դու իմ համար ես զարդ նայում, ուղղակի ոնց որ այդ ձևով է իր բան անում։ Հետո գում այդ վաղ ականջողեր, ասենց շատ նուրբ սպիտակ ոսկուց սիրենվի քարերով ու նույնի ցեփը էլի կուլոնով, խոսքով ունի էլի տարբեր զարդեր, մեկը մեջ նվիրել եմ։ Հիմա մտածում եմ գնամ էլի տենց նուրբ ինչ-որ բարակ ցեպոչկա, անցած տարի եմ չնայած ցեպ նվիրել ծննդին, կամ թևնոց, նուրբ, շատ նուրբ, կամ ցեպ, այս տիպի ցեպ պետք է լինի, սենց բարակոտ, նուրբ պետք է լինի, թե չէ չեն կրի։ Չգիտեմ ուրիշ երկրների հայ աղջիկները ինչպես են, բայց այստեղ Ֆրանսիայում մեր հայուհիների մեծ մասը սիրում է աննկատ, աննշան, նուրբ ինչ-որ ցեպոչկաներ կրել, դրա համար էլ գնում ենք այդպես ինչ-որ բան մանկանք, էլ ինչ ունել է այդ տիպի իմիջալյոց։ Էլ ինչ-որ ծնունդն է օգոստոսին է, միգուցե իրան էլ ինչ-որ մի բան նայեմ, միգուցե մի անգամից գնեմ, տեսնենք, ոնց կստացվի կնայեմ, կորոշենք տեղում, իհարկե թե ինչ եմ մի բան ընտրեմ, հաստատ ցույց չեմ տա հիմա, որովհետև դե հասկանում եք իր ծնունդին հələ 1 ամիս կա, այնպես որ գնում ենք նանիկի նվեր գնելու։ Այսպես, այդ խանութ որ գնում ենք, այս ժամացույցս եմ ուզում հետս տանեմ, իրականում այս ժամացույցը իր բուտիկը որ կա, գտնվում է, մի հատ բուտիկ կա, գտնվում է Պարդյուում, Պարդյու ինչքան գնացել եմ, միշտ մոռացել եմ ժամացույցը հետս տանեմ։ Այս ժամացույցը նանիկն է նվիրել ինձ ծնունդիս, ես ժամացույցասեր եմ, եթե նկատել եք, եւ սա էլ շատ եմ սիրում այս ժամացույցը, բավականին արժեք ունի, նույնիսկ ջղայնացա երբ որ նվիրեց, ասենք սենց միգուցե տեսքից մտածեք ինչ-որ հասարակ ժամացույց է, բայց ոչ, դրա համար հարցրեցեցի էլեմենտ փոխում եք, ասեցին այո, հիմա հետս վերցնեմ, տամ թող սրա էլեմենտը փոխեմ, որտեղ Արմենը ինչքան փորձեց չկարողացավ բացի, ու նույնիսկ ստեղ մի հատ խազ արեց, ու այդ վաղ ձեռքից վերցրեցի, ասեցի ոչ, գիտեմ կնկատվի թե չէ, տես 2 հատ խազ արել, այսպես հիմա
Ես պատրաստ եմ, այս ջինսը իրականում ես շատ եմ սիրել, չէի մտածում, որ ես այդպիսի հագուստ կսիրեմ, նույնիսկ նամիքն ասում մամա, ոճդ փոխել ես, լայն ջինս ես հագել, ասում այս ջինսը երբ ես արել, մամա, ասում նանիք ջան, այն որ գնացել ենք իրար հետ առևտուր շոպինգի, չես հիշում, որ առանք, ասում հավայ, սիայայայ, երեկվա մեր ընթրիքը շատ լավ անցավ, ընկերուհին գող մնաց, նանիքն ասում բայլան մաման չի սարքե, ասում եմ, հա, ես չեմ սարքե, ասում ես որ լինեի, ընկերուհին ասում ֆրանսիացի, ասում ես որ լինեի, կասեի, որ ես եմ սարքե, եկեն գլուխ կգովայի, ասեցի, չէ, բա որ համով չլներ, սկսավ ծիծաղալ, բայց իրականում սիրեց, բոլորն է սիրեցին, նույնիսկ Արմենը, որ գույնի վրա կասկածում էր մեջի ինչ կա, ինչ չկա, նույնիսկ Արմենը սիրել է բայլան, այնպես որ բոլորը գոհ էին, այսպես, այսօր այս ցեպը հանել էի ճիշտն ասած, այսօր գցել եմ, Էլենն էլ տենց պայուսակուլի, որ սես ցեպոչկա է, ասում եմ Էլեն, այս ցեպը քեզ չի խանգարում, вообще ինչի համար է այս ցեպ կոչված է, կողոս խալ տերից գցեցի, երևի սենց պետք է գցեմ պայուսակալքն հա, ասում է չէ, մեկ-մեկ Սամոյին եմ սենց խփում ասում ասի լավ միտնում են զինալենջիկ վերջ ժողովուրդ գնացինք, իրականում արդեն մեզ մոտ ժամը 3-ն է լինում, ես մտածում էի ավելի շուտ կգնանք, բայց այնպես ստացվեց, որ մի քիչ դանդաղ ռիթմի տակ էի ես այսօր, այնպես որ գնացինք վերջ։ Հա, գնացինք ու մնացա ժողովուրդ, այսինց նվերներ ունեմ Իվրոշեից, սա կարող եմ գնել ինչքան էր 3.99-ով, սա իմ նվերն է, ստեղ էլ ինչ-որ գրած է, անկադու սուրպրիզ, մի հատ էլ նվեր ունեմ սուրպրիզ, ստեղ էլ երկու հատ նվեր ունեմ, ոնց հասկացա, մեկը երևի գլխի շոր է, բայց այդքան էլ ինձ անհրաժեշտ չի, երկրորդը կարող եմ գնել սայա, սենց բաներով, իսկ քանի որ մենք պատրաստվում ենք արձակուրդ գնալ եւ իսկիսի բաներ մեզ պետք են, մենք արդեն որոշել ենք ուր ենք գնալու, բայց ձեզ չեմ ասելու, սուրպրիզ ալնելու, գուշակեք ուր ենք գնում, մի հատ գրեք իմանամ կարակ, գուշակեք, վերջը մենք ուր որոշինք գնանք ես և Արմենը, այսպես, ես վերցնեմ հետս, որ մտնեմ Իվրոշը, իմ կադոները, նվերները վերցնեմ, ունդելուց էլ իհարկե ինչ որ պետք է գնեմ, այ հիմա իսկականից գնացինք ժող։ Bonjour, ça va et vous? Je travaille au magasin. Je me suis dit que c'est pas celle-là. Oui, c'est moi. Là, je vous en prie. Ուշադրին արեց բարևեց։ Au revoir, bonne journée. Ասում ձեր դեմքը ինձ ինչ-որ մի բան է ասում, ասի հա, կողքի խանութում եմ աշխատում։ Հա, ասում եմ, միտեղ տեսել եմ ձեզ։ YouTube-ում ես տեսել։ Հա, ժողովուրդ, միացա ձեզ ասեմ, որ ես ֆեն եմ պատվիրել Amazon-ից։ Իրականում իմ նույն ֆենից էի ուզում պատվիրել, այդ ֆենը ես բերել եմ Հայաստանից, ինչքան 15 տարի առաջ, հա, եթե չեմ սխալվում, 15 տարի առաջ, երբ որ նոր եկել ենք, ֆենը հետս բերել եմ, այն ժամանակ $100 գնեցի այդ ֆենը, պրոֆեսիոնալ ոնց որ ֆեն է, Վարշավիր ունեինք ծանոթ եւ նա էր առաջարկել այդ ֆենը, ինչի համար շատ շնորհակալ եմ, որովհետև իրոք շատ լավ որակ ուներ ու այդքան տարի ծառայել է ու ընտիր ֆեն էր անում, պրոֆեսիոնալ ֆեն կարելի ասել, եթե իհարկե ֆեն անել գիտեք։ Հա, իսկ ես գիտեմ ֆեն անել։ Ու մի խոսքով փչացավ մեր ֆենը, ասեցի ձեզի ու ձեզի չէ ձեզ։ Ու նայեցինք, որ նույն ֆենից գնենք, պարզվում է, որ այդ ֆենը Ֆրանսիայում չկա, դա իտալական ֆիրմա է, վաճառվում է իտալական սայթերում։ Այո, կարող ենք պատվիրել, արժի €119 հիմա, հետաքրքիր է, որ գինը կարելի ասել նույնն է մնացել, €119, բայց քանի որ ինձ շտապ է պետք, ուրիշ ֆեն եմ պատվիրել, արժեր €178, զեղչով €78 եմ պատվիրել, հիմա գա, կստուգենք, կտեսնենք, լավ է եղավ, կպահենք, վատ է եղավ, հետ կուղարկենք, այսպես, այդ նորությունով էլ կիսվեցի մեր ճանապարհն է, փակել են, աչքիս ինչ-որ էլի աշխատանքներ ա գնում, հիմա էլ են ուղղությամբ։ Հենան, հա եկելի։
կայնել են բոլորը են կողմի վրա, են էլ իմ հարևանուհին է, Bonjour Նիկոլ, Նիկոլ Կիդմանն է մեր, իմ տրամվայչիկն էլ եկավ ժողովուրդ, վсё, գնացինք, ժողովուրդ, մենք գնացինք, մենք ասելով ես և դուք, տրամվայչիկի մեջ բախտից բերեց մի անգամից տրամվայը եկավ երկար չսպասեցի, ինչը որ հիանալի է, սա մեր տարածքներն է, փոքր ձեզ ցույց տամ, ծանոթացնեմ, հեռախոսս հարուցում, պայուսակս 50 անգամ ուզեց ընկնել, այսպես, հասանք հաջորդ կանգար արդեն, մեր ճանապարհը մենք շարունակում ենք, մոտիկ ենք, այդքան հեռու չի, իրականում, մի չքան 6-7 կանգար հետո կհասնեմ, այնտեղ տեսնում եք Կոլոշին, երեխաների համար են սարքել, որ խաղալուց այդքան հովանան, երևի ես շենքերն էլ շուտով արդեն կգեղեցկացնեն մեր այս թաղամասը լավ սիրունացնում են, սա բասեյնն էր առաջ երեխեքին ստեղ դպրոցը բերում էր բասեյն, հիմա սարքել են այն տեղը, սա փակել են, այստեղ են բացել, Ալոնային էի բերում, հիշում եմ դպրոցի հետ գալիս է իրան ես էի բերում, ու հասանք հաջորդ կանգարը, այսինքն արագ-արագ հասնում ենք ժողովուրդ, Սա արդեն երրորդ կանգարին ենք գրեթե հասնում, սա մեր մետրոպոլն է, ստեղից ժամանակին, երբ որ երեխաները փոքր էին և ռեսուրսը ցածր էր, մեզ ստեղից կտրոններ էին տալիս, այն դաժան ժամանակները, ստեղ գեղեցկացնում են տարածքը, մի թեթև ցույց տամ, որ տեսնեք մեր թաղամարում խնձորի ծառեր հա ժողովուրդ հետաքրքիր է, ոչ մի անգամ չէի նկատել, ուշադիր չէի նայել վերջ, մնաց մի 4 կանգար ժողովուրդ, ես հասա արդեն կյախող ոտքով եմ գալիս, իհարկե այն կողմից եմ եկել, այսենց եկա, հիմա գնում ենք շատ մարդը շատ չի, ոնց տեսնում եմ, եղանակը այն ուժեղ շոքերը չեն, կարողանում ես հանգիստ շարժվես, քայլես և շոքից չուշաթափվես, այնպես որ լավ է, բարեհամբույր եղանակը, տեսնենք ես երեկո անձրև կգա, թե ոչ, թե Նանիկի ծնված տարից սկսված 2004 թվականից մինչև այսօր ամեն երեկո այդ օրը անձրև է գալիս ժողովուրդ, միշտ, ավանդույթը, իր ծնված տարին էլ սելավ էր, հիմա տեսնենք, կգա անձրև թե ոչ, մտան, այստեղ հեռախոսի ընտեղ բանալիների ու կոշկակարն է, ես այս խանութը հետո պետք է մտնեմ, Իվրոշը, Հայաստանում էլ կա, ստորան ընտեղ էլ կա, իրոք մարդը շատ չի նայ, կասաները դատարկ են, հետաքրքիր է, նոսիվե չենք մտնում, չէ, օծանելիք չեմ ուզում վերցնեմ, պես որ գնում ենք ուղիղ զարդերի խանութ, տեսնենք ինչ կգտնենք հետաքրքիր, եթե չգտանք նա վերջի, որ ասում վարիանտը դա օծանելիքն է, կա ու կա, բայց դա ամենավերջի վարիանտն է իմ այսօրվա որոշման մեջ գնացինք այստեղ էլ ինչ-որ էլի օծանելիքի խանութ է, բայց այդքան էլ ինձ թվում այսին ինչ չի, այստեղ էլ ինչ-որ արաբական բույրմունքներ է, շատ կան TikTok-ով, երևի թե տեսել եք շատ TikTok-ով սենց հետաքրքիր շշերով, բայց հետաքրքիր բաներ կան, բայց մենք չենք սիրում տենց հոտեր, բացառությամբ Ալոնան, մեր Ալոնան, գիտես հետ հոտերը շատ է սիրում, որ փչումա մենք մեռնում ենք տունը, ահա, գնում ենք ես հիստուաղ դողը, գնանք տեսնենք, այստեղ էլ ենք եղել մենք բոլորս միասին, այս հրամացույցը գնելուցը, ահա, մտանք,
Իհարկե հարցնեմ կարելի է նկարել թե ոչ, չնայած ինձ թվում է խնդիր չի լինի, ձեզ համար էլ կնկարեմ։ Հələ որ ոչ մեկ չի բանանում, այստեղ օղերն է, հələ որ զեղչեր են, սա 18 կարատն է, ցածր պրոբն է, հա, կարելի է ասել, բայց մենք օղեր ման չեն գալիս իրականում, բայց նայել կարելի է, ինչու ոչ, նաև օղերը, ականջողել չենք նայում, դև իշի թվում որ ականջողնակ ուզենա գրել, այստեղ ինչ է, այստեղ էլ 370, Onda բարձր պրոբներ, խապեցի ձեզ կարատը, խապեցի ձեզ տեղա ցածր պրոբ ժողովուրդ, ցածր, բայց գները հեչ էլ ցածր չեն, նայեք բարակ մատանները 229 եվրո, ականջողներ կան, գեղեցիկ բաներ կա, բայց ոնց ասեցի, ես պետք է նայեմ վզնոց, երևի թե ու չգիտեմ ոսկե գույն վերցնեմ, թե արծաթի գույնի, թե սպիտակ ոսկե, որտեղ այն անգամ ինքը ինձնից հարցնում էր ոսկե գույնի վզնոց, չնայած ուներ, բայց ուրիշ ձևի էր ուզում։ Հիմա դե եկեք ու մտածեք, էրի գեղեցիկ է շատ, այս տեսակը կա, նուրբ է շատ, բայց ինքը այս քարով սենց ունի, ինձ թվում է չարժի սենց քարով ինչ-որ բան վերցնել, Էջով տեսել եմ ինչ-որ թևնոցներ հետաքրքիր ձևի, չգիտեմ, հեսա գնայեմ ու այս սիրենևի գույների մեջ էր իր առաջվա, հեսա, այսի, այդ որ առել եմ, վզնոցը, ստեղ օղեր կան, իհարկե, բայց չեմ կարծում, որ ես իր ուզած օղերը կճարեմ, իր ոճը, կուլոնը ծառը վրեն 165 եվրո, այնտեղ էլ սիրում վզնոցներ կան, մարգարիտե քարով, կան դժվար է այս երեխաներին ինչ-որ բան գնել, այստեղ սրտիկներով թևնոցներ կա և վզնոցը հետը, հա ավելի, բայց շատ ժամանակ միասին չեն գցում ոչ մի բան, մա տեսնեմ, չգիտեմ, միաթերը նայենք սկզբում, հետո կորոշենք ինչ եք ուզում գնել, ստեղ խաչերի շատ գեղեցիկ տեսական է, ստեղ ինչ-որ ես մի հատ կուլոն եմ տեսա անցած անգամ, թե չեմ սխալվում, բայց ոնց որ թե կորել է, հա չգտա, գտա, ունումա մի հատ ճշտում անեմ, բանալի կա, սենց ծառեր կա, սենց նանիկը տենց բաներ չի սիրում, ես այս ձեզ մի հատ ցույց տամ, հետո կանջատեմ, նոր կկողմնորոշվեմ, որովհետև դժվար է 960 եվրո, բարակ թևնոց, տեսնում եք, 750 պրոբ, բարձր պրոբն է, գնելուց պետք է բարձր պրոբ գնեք, իհարկե ցանկալի է, այսպիսի ցեպեր կան, սենց ցեպեր կան, սենց թևնոց կա, ինքը թևնոց չնայած ունի տատիկն է իրան նվիրել, բայց տենց չի էլ կրում, որ ճիշտն ասեմ, քո դժվար է ժողովուրդ, այս երեխեքին ինչ-որ մի բան գնելը, մեկ գրեք տեսնեմ դուք էլ եք այս իմ նույն կարգավիճակում, թե ոչ, սենց թևնոցներ կա, 179, չգիտեմ, կուզենա կրի, թե ոչ, այստեղ արծաթներն է, արծաթը զարդերի մեջ ավելի սիրում բաներ կա, քան թե ոսկե զարդերի մեջ, կամ էլ պետք է ժամացույց նայեմ, բայց ժամացույց չեմ կարծում, ինքը ամեն օր ժամացույց չի կրում, ինձ նման չի, հեսա մի հատ ստեղն է, մի հատ էլ ուրիշ կա խանութը, էլ կմտնենք գնենք, սա կերամիկան է, այս տիպի ես ունեմ, բայց դες չեմ կրում, որ ճիշտն ասեմ, Արմենն է նվիրել, սիրում եմ, բայց մատիս չափը չի բռնում, հետո տվեցինք փոքրացնել չեղավ, չստացվեց իրենց մեջ, այսպես ժողովուրդ, լավ, մի հատ ես նայեմ, լավ, հետո երևի թե կգնանք էլ մյուս տեղներ գնայինք, նոր կորոշենք ինչ ենք ուզում, մի հատ էլ մտնենք այս Գլեորի խանութը,
տեսնենք այստեղ ինչ կա։ Սրանք ինչ են։ Սրանք երևի բան են։ Չէ, էսի արծաթա ոսկե ջրած։ Այստեղ սա արծաթա ոսկե ջրած։ Այստեղ արծաթ ոսկե ջուրա։ Bonjour։ Այստեղ ոսկե ջրերն է, ոսկե ջուր չեմ ուզում։ Ուզում եմ ոսկե։ Ֆանտես։ Երևի ինչ-որ ֆիրմա է, բայց էլի վստահ եմ ոսկե ջուրա։ Ֆիրմ է, բայց հետաքրքիր է, եթե ուզում եք գեղեցիկ զարդեր, բայց շատ մեծ գումարով չեք ուզում գնել տարբեր տեսականի ունենաք, հատ միտք չի դեպ այս տիպի սենց բաները գնել և ամենօրյա զարդեր կրել որպես իդեպ կարելի է, ես ինքս էլ այդքան բիժուտերիայի սիրահար չեմ, սիրում եմ որակով, դրա համար նկատում եք շատ բաներ չեմ գցում վրես, բայց կարելի ասենց ինչ-որ գնել ու նայել, օգտվել նայել, այստեղ ոսկիներն արդեն գալիս տեսնում եք, իհարկե ես չեմ պատրաստվում շատ թանկարժեք զարդ գնել, որովհետև նախ ինքը չի էլ կրում, ենքավոր զուտ որպես ոնց ասցի նվեր ունենա ու կապիտալ լինի իրեն համար, որտեղ ոնց հատուկ բան չկա, որ իրան անհրաժեշտ է, սրանք շատ հաստ թևնոցներ են, մեզ պետք չէ։ Չնայած որ նայում այդքան էլ թանկ չի, նայեք 295 եվրո բավականին հաստ թևնոց է, հետաքրքիր է, շատ թանկ չի, պատկերացրեք, բայց պրոբը, հա 375, 750 պրոբն է բարձր պրոբը, սա ցածր պրոբն է, դրա համար է մատչելի էր։ Okay, այստեղ էլ կան այս տեսակ, սենց կուլոններ կա, սենց ծեպեր կան, մարգարիտ դա բրասլետ տեսա մարգարիտ է, շատ սիրուն էր, բայց չեմ կարծում, որ ինքը դա կկրի, բայց շատ սիրուն էր, հետաքրքիր թևնոց էր, լավ երևի թե ես հիմա անջատեմ, տեսնեմ ինչ եմ ընտրում, ստեղ էլ նայեմ մի հատ, բայց ես թվում անդեղից կգնանք մի բան կընտրենք, ինձ տենց հատվում, ինձ սիրտը այդպես ակայում, այս դեղով ժեպա, չգիտեմ, այն կողմում ինչ կա, որ վերեք ես կողմը նայեք, չէ ես կողմը արդեն ինչ-որ կալցոներն է, կալցոներ մեզ պետք չի, այստեղ արծաթներն է, ինձ նանիկը գնել է այստեղից, այ հենց ասեմ, այս մի 2 տարի առաջ, այս չիմանանում, այս 59 եվրո, էդի մեկ էլ իրա օղերը, այ հեսա, 75 եվրո էլ օղերին էր տվե, իմ աղջիկը հեսա, եսի օղերն է, ունեմ նույնից, եսի ծեպը, այսի, և մատանին, ուրա մատանին, չկա մատանին, հա, հեսա մատանին էլ հեսա, և մատանին, հեսա, այս 65-ը, ունեմ տանը կոմպլեկտը, այ իմ գիժ աղջիկը այսքան փող էր տվե և ինձ ոսկուց կոմպլեկտ էր, արծաթից կոմպլեկտ է առել, պատկերացնում եք, Նանեն սիրում է մամային թանկարժեք նվերներ անի, ինչպես որ ժամացույցը, նույնիսկ են պայուսակը, որ կրում է Michael Kors, էլի նանիքն է նվիրել ինձ, շատ գեղեցիկ է, իդեպ ինքն էլ շատ գող կլինի, որ ես իրան սենց սիրուն արծաթած արդեր նվիրեմ, բայց ես կուզենայի, որ ճիշտն ասեմ, իրան նվիրեի ավելի շատ ոսկյա, բայց հիմա մտածում եմ, ասում իսկ եթե տարբեր բաներ վերցնեմ, ոնց որ ինքն էլ տարբեր տեսականի ունենա, չգիտեմ, հələ տեսնեմ, ժողովուրդ որոշեմ, ձեզ տեղյակ կպահեմ։ Ժողովուրդ, ես գնեցի նանիկի նվերը, տանը ցույց կտամ, հիմա գնանք մի հատ մտնենք Եվրոշե ու վերադառնանք արդեն տուն, հեսա շուտով Արմենը կգա,
Արմենին սառը մերուկով կոկտեյլ եմ խոստացել, գնանք պատրաստենք միասին։ Բավականին զրուցեցինք այս խանութի ռեսպոնսաբլի հետ, հետո կպատմեմ մի քիչ։ Ժողովուրդ, ես մտա արագ մի հատ ճախտուկ, տեսնեմ ծաղիկներ կարող եմ գնել, թե ոչ։ Եթե գեղեցիկ ծաղիկներ գտա, կգնեմ տունը, սիրուն քունջ կսարքեմ։ Հիմա գնանք առաջանանք նայեմ, եթե եղա վերցնեմ դուրս գանք։ Գնանք մի հատ այն կողմի վրա նայեմ, տեսնեմ կան ծաղիկներ, թե ոչ։ Այս դիմացի մասը այդքան էլ հաջող ծաղիկներ չէր, որ անկեղծ ասեմ, հիմա մնում է հուսս դնեմ, որ այս կողմի վրա ինչ-որ մի տեսականի կլինի գոնե մի քիչ հաջող, որ վերցնեմ ու դուրս գամ, տեսնենք, ինչ կգտնենք, ոնց որ թե ինչ-որ մի բան կա, հուսանք, որ իզուր չենք հասնում այստեղ, են օշանում են անգամ Էլենի հետ, որ գնացել էին գնես լավ ծաղիկներ կային, Կարշոկով չեմ ուզում ճիշտն ասեմ, չկա ժողովուրդ, չկա, սենց ծաղիկներ են, սենց էլ չեմ ուզում, ուզում էի բուկետ հավաքեի, դրեթունք են կողմի վրա մի հատ արագ նայենք, լինում է, որ մի քանի տեղ են դնում ծաղիկ, թե եղավ, չեղավ, ուրեմն փախնում ենք տուն, լավ բան չի ստացվում, իվրոշել մտա, զրո սերվիզ, տոպրակ չունեն, ասում եմ ասենք ես 15 հատ ապրանք եմ վերցնում, ասում եմ բա ինչ անենք որ չունենք, սիտի նորմալ չի, չկա ժողովուրդ, գնանք են սկզբի մասից գտնեմ մի բան ու դուրս գանք, վերջ ժողովուրդ ես դուրս եկա, մեկ վարկյան ստեղից դուրս գամ անցնեմ Զանգեցի Արմենին մտածելով, որ հլը ինքը տուն չի հասել, որովհետև այս ժամերին նոր կամացից մոտիկանում է այս մասերը ասեցի զանգեմ ասեցի զանգեմ, ասեմ արի ինձ էլ վերցրու մի անգամից այն ասում ես արդեն տունն եմ հետաքրքիր է, չէ? Ուրիշ մատ ուշ է հասնում տուն Ահա, ես ծաղիկներն էլ եմ առել, 3 տարբեր, այսինքն 2 հատ միանման, մի հատ վարդեր եմ վերցրել Կտանեմ տուն ես բուկետը կհավաքեմ, որովհետև իմաստ չունի ծաղիկի խանութ գնալ, նույն ծաղիկներն է 2-3 անգամ ավելի թանկ, հետո էլ մեր այս մասերում ծաղիկներ չկա, իսկ պատվիրել չեմ ուզում, մի մոմենտ Արմենը հաճախ էր ինձ համար ծաղիկներ պատվիրում, երևի մի 2 տարի առաջ, հետո ես ասեցի հերիք այլ չպատվիրես, որովհետև 80-90 եվրո տալիս էր, առաքում էին տուն, դուռը բացվում էր, ծաղիկները վերցնում էր, վերում էր նվիրում էր ինձ, հա բայց իտոգում մի երկու օր հետո թորովում էր, ասում եմ, այդքան փող ենք տալի, հա ճիշտ է, հաճելի է բան չունեմ ասելով, բայց գոնե մեկ շաբաթ դիմանար, նույնիսկ մեկ անգամ բարկացել անքին ասեցի, իրանց գրի ու ասա, որ դա նորմալ չի, կարծեմ կեսը հետ էին գումարի վերադարձրել, որտև իրոք, եթե պատվիրում ես, գոնե այդ գումարի համապատասխան պետք է և որակ լինի։ Կա լավ ծաղիկի խանութներ, բայց մոտիկ չկա, Արմենը վաղ աշխատանքի է, սամոս գործի է, նայց որ ես բուկետը կհավաքեմ, նվերն ունի, բուկետն ունի, ծնունդներ կնշենք ռեստորանում մի քանի օր հետո, այնպես որ սմա անտեսված չի մեր աղջիկը, էլի վաղնել կամ տորտիկ կարեմ, կամ կթխեմ գերևա ընթացքում ըստ իրավիճակի, որտեղ վաղ ինքը դուրս է գալու իր անկերների հետ, չգիտեմ, եթե ուշ վերադարձա, ուրեմն իմաստ չունի, որ ես տորտ թխեմ, տորտիկը կլինի մի անգամից ռեստորանում, մի քիչ ուշ կփչի մոմերը, բայց բոլորս միասին կնշենք, Էլենչոն էլ կգա, հիմա գնացել է հանգստանալու, Էլենչոն էլ կգա, միասին կհավաքենք, մոմը կփչի, այսպես։ Վերջ, համարյա գրեթե ես հասա տուն, գնամ տուն արագ, եթե Արմենը հաց կերել է, եթե չէ հաց տամուտի, ինչ են ասում։
կոֆե դնենք, բայց աշկից ձմերի կոկտեյլը չեղյալ ենք համարում այսօր, կամ մի քիչ ուշոտ կսարքեմ լավ։ Գնանք հեսա բուկետների մեջնա սարքեմ կետը, ինչ ուզում ասել, հա, Եվրոշեում մի քիչ ջղայնացա ճիշտն ասած, միշտ ինչքան այդ Եվրոշեի ես մտնում եմ, շատ հաճախ չեմ մտնում, որ անկեղծ ասեմ, բայց ինչքան մտնում եմ, միշտ վերջում ասում եմ տոպրակ չկա, այսօր ջղայնացա, ասում եմ, դա նորմալ սերվիս չի, ասենք ես եմ մի 15-20 հատ ինչ-որ բան եմ առել, կոսմետիկա եմ առել, բայց մի հատ տոպրակ դուք չունենաք, որ ես դնեմ մեջը, ասենք դա նորմալ չի, իրոք նորմալ չի, մեկ ստամ, ունենք արժի 2 եվրո 50 թե 3 եվրո 50, անկեղծ ասեմ, էդի մունաթից հետո ասեց առաջարկեց, անկեղծ ասեմ, այդ 3 եվրոն իմ համար մեծ գումար չի, ես կարամ տամ ու տոպրակը գնեմ, հա, խնդիրը նրանում է, որ այդքան իմ մունաթից հետո նոր ասում է տոպրակ ունեք, որ արժի 3.50, ասի չեմ ուզում, ես կմտնեմ կյախվուղից կառնեմ, ջղայնացա հելա, բայց եսա մտնելու եմ իրանց էջ, ես օրինակ սիրում եմ աշխատանքի մեջ ամեն ինչ կորեկտ լինի, շնորհքով լինի, հատկապես եթե դուք կլիենտի հետ եք, հաճախորդի հետ եք աշխատում, պետք է այնպես անեք, որ հաճախորդը մեծ սիրով ետ վերադառնա, բայց ես մեր մոտի Եվրոշեն, ահա որ է ժողովուրդ, այն մյուսները չէ, օրինակ զարդերի խանութը կամ օծանելիքի խանութը, ինչքան մտնում են, ողջունում են, ոնց եք, ինչ կա, ինչ նորություն կա, ոնց որ այս ձև են դիմավորում, իսկ ստեղ, չգիտեմ, ինչ-որ չոբաններ են, իսկ մա Եվրոշեի սա գիծն է տենց, որտև Էլենը ստաժ էր արել ուրիշ Եվրոշեյում, նույն չոբաններն էին եղել, նույնը չէ, բայց այդ տիպի, այսպես հիմա հասնենք տուն, մնացածը տանը, ես ծանր տուն եմ էթում, ամոթ Արմենին, ժողովուրդ, ես արդեն տանն եմ, հաց սարքեցի, Արմենը կերավ, ես էլ կողքից օգտվա, մի ասենց բրթունջիկ կերա, հիմա անհամբեր սպասում եմ կոֆեին, ասի սպասի ժողովրդին ցույց տամ գնում ես, նոր հետո հացը կուտես, որովհետև կոֆեն կխմենք, որտեղ թե չի կարող այս ուր վրա նանիկը հետ գա, որ չտեսնի էլի, մինչև այն ժամանակը, որ պետք է տանք, չգիտեմ, բայց վաղն ենք տալու, թե մի երկու հետո, ասենք նվեր չենք արեք ես, այսենց սիրուն զարդ է, ինքը ոսկուց է իհարկե, մարգարիտ է քարով ու մեջտեղն էլ երևի թե ցերկոն է ինձ թվում է, շատ սիրուն է իմ կարծիքով, գրեք ասեք սիրուն է, թե չէ շատ նուրբ է, ինքը իրանով նիհարիկ է շատ, ոնց որ իրան հաստ ոչ մի բան չել սազի, ինձ թվում է սիրուն է, չգիտեմ լույսը կփոխանցի թե չէ, բայց ոնց որ փոխանցում է, Եսի նանիկի նվերը, չպագեմ, որ Արմենին էլ ցույց տամ, Արմենը չի տեսել, եսի չգիտեմ բացեմ, թե ես էլ տան կալունային, Արմեն տայրա կուրիքի, ասի ես եմ կեզ նվեր արեն անիկ, սենց գլխի, ուի կպապրին, որ մազերդ լվանաս, ոնց որ հատատես կա, շատերդ վստահ եմ, որ ունեք, կարող է միգուցե, ես լավաշի սևան կպելա ձերքիս, մամաս ինձ Ռուսաստանից բերել էր 2 հատ, բայց որ ճիշտն ասեմ չեմ օգտագործել, նույնիսկ մի հատնը տվել եմ Ինեսային, տենց, չգիտեմ, արագ չորացնում ես մազերդ անցնում դնում ես, իսկ թվում է տենց մարդ չկա, որ 2 ժամերով կապած մնա, բայց դե մարդ ես, մեկ էլ տեսավ, մեկը սիրեց, էլի, պահենք, միգուցե մի օր օգտագործենք, որակը վատը չի, հատկապես որ անվճար ասա, իբրև թե անվճար է, ամեն դեպքում պետք է մի բան փոքր գնես խանութից, որ նվերը տան, նես չի էլի, որ հանում են ու տալիս են, հետի իրանց ոնց չեն ասում, պալիտիկանա, որպեսի խանութ է թաս, ոնց որ իրանց նվերով քեզ ձգում են, որ մտնես խանութ, Ես էլ սենց սումիչկա եմ վերցրա, արձակուրդ գնալու համար շատ հարմար է, 2 տեղանի է, ոնց որ վերև ունի, սենց կարաս ինչ-որ կրեմներ բաներ դնես ու տակ ունի, կտորը բամբակյա կտոր է, վատը չի, մեկ էլ իհարկե
Սա ստանալու, սա չէ, նա ստանալու համար պետք է ինչ-որ բան գնեի, սա եմ գնել, էսի յուղի նման բանա, նանիկը շատ է սիրում, 21 եվրո էր, 50% զեղչով, 10 եվրոյով եմ գնել, ծովի հոտ ունի, ինչ է էսի, պարֆյում է ոնց որ, մաշկի պարֆյում է, բայց որ հեռախոսս անջատվեց, հա, մեկ էլ սենց նվեր են տվել, շամպույն, ոնց որ վերականգնող շամպույն, մի խոսքով, սա էլ մեր նվերները, կիսա դվեր, կիսա առած, ես էլ երկրորդ բաժինն է, եսի ճիշտն ասած շատ հարմար է, նորից եմ ասում, տեղ գնալու համար, ճանապարհ երկար գնալու համար, մի քանի հարկով մի բան շարել, ահա, ես էլ եմ նանիկին վերցրել, ինքը սիրում է, իհարկե, վզնոցը ու ծայիկները վերջում մի պահ բուկետը ցույց կտամ։ Այս էլ մեր ծաղիկները, ես ու Ալյոնան ենք պատրաստել, հետևը սենց է, իսկ դեմից սենց հատուկ ձև ենք տվել, սիրունա չէ եղել, ստեղ էլ սենց լենտիչկա են գտել, Dior-ի տուփից էր, կապել ենք, վսյո, եսի բայց հարցուկել աշկիս պետք, կամ թրջենք մինչև վաղը կդզվի, ժողորդ, ես էլ վերջնական մեր ծաղիկների արդյունքը, հա իդեպ վլոգի սկզբում ասում եմ այսօր նանիկի ծնունդն այն մտքով, որ նանիկի ծնունդի օրն եմ վիդեոն գցելու, բայց մի օր շուտ է նկարահանված էլի։ Դե ինչ այդքանով երևի թե այսօրվա վլոգը ես ավարտեմ, որտեղ ընդ մարդ կա, որ սպասում է կովերին, սուրճին է սպասում։ Շնորհակալություն, որ դիտեցիք, ձեզ պաչիկ։